Բայմացերի եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ զրուցակիցն է Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ, Հայաստանում թերևս միակ պաշտոնապես գրանցված դետեկտիվ բյուրոյի հիմնադիր Հայ Գաբրիելյանը։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրիելյան, հրավերն ընդունելու համար։ Ողջունում եմ Թագուհի ջան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես հանդիսանում եմ նաև դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի ամբասադորը դեսպանը ռեգիոնում եւ միջազգային մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի փոխնախագահը։ Արդեն 5 տարի է գործունեություն եք իրականացնում Հայաստանում, գրանցելով կազմակերպությունը։ Ինչ եք արել այս 5 տարիների ընթացքում, ինչպիսի մարտահրավերների եք բախվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մինչ օրս իրավական կարգավորում չի ստացել ոլորտը։ Ճիշտ նկատեցիք, արդեն այս տարի մեր համար հոբելյանական է, 5-րդ տարին է, ինչ Հայաստանում ծավալվում է մասնավոր դետեկտիվի լեգալ պաշտոնապես գրանցված գործունեություն։ Մենք 2021 թվականի օգոստոսին գրանցել ենք ընկերությունը եւ դրանից հետո սկսել ենք քայլ առ քայլ զարգացնել եւ հասարակությանը ծանոթացնել, թե ինչ է մասնավոր դետեկտիվը, ով է մասնավոր դետեկտիվը եւ ինչ կարող է նա անել մարդկանց համար եւ նաեւ ջարդել կարծրատիպերը, որ դետեկտիվը ոչ թե հակա է, այլ զուգահեռ քայլող դետեկտիվը բարեկամ է։ Մինչ օրս որևէ նմանատիպ խնդրի չենք հանդիպել, որը մեզ խոչընդոտ հանդիսանա կամ որևէ արգելք հանդիսանա մեր գործունեությունը, քանի որ մենք առաջնորդվում ենք ունենալով մեր կենսափորձը, հիմնադրել ենք ես եւ եղբայրս Գագիկը, ունենք իրավապահ մարմիններում երկարամյա փորձ, ստաժ, անցած ճանապարհ, տիրապետում ենք օրենսդրությանը եւ առանց այդ որևէ խնդրի մենք կարողացել ենք հասնենք 5 տարուն։ Ինչ ծառայությունները մատուցում մասնավոր խուզարկուն Հայաստանում։ Մասնավոր խուզարկուն Հայաստանում մատուցում է հետևյալ ծառայությունները։ Ամենակարևորը չենք զբաղվում սիրասեռային հարցերով, որովհետև դա առաջին անգամ ասեմ ձեր եթերում, որևէ եթերում չեմ ասել։ Ես դա համեմատում եմ ոնց որ Միշլենյան աստղեր ունեցող խոհարարը հյուրերին զարմացնի ձվածեղով, ոչ թե խոհարարական շեդևրներ անի, այլ ձվածեղ պատրաստի։ Հիմա սիրային հարցերը դա շատ էժանագին եւ պրիմիտիվ գործընթաց է։ Ցավոք հայ հասարակության մեջ տպավորությունը գալիս է, որ դետեկտիվը դա սիրուհի կամ սիրեկան որոնող մարդն է կամ սիրային եռակյունին քանդող մարդն է։ Դա կա դետեկտիվ բիզնեսի մեջ, բայց Հայաստանում դա չենք անում։ Նաև մենք առաջնորդվում ենք մեր երկրի քրեական օրենսդրությամբ, քրեադատավարության օրենսդրությամբ, սահմանադրության դրույթներով եւ այն խնդիրները, որը սահմանափակում է անձի քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը, նրա ազատ տեղաշարժի, նամակագրության եւ այլ գաղտնիությունը, այդտեղ որևէ մեկը մուտք գործելու իրավունք չունի, բացառապես օրենքով թույլատրված դեպքերից։ Ինքնաբերաբար մենք այդտեղ չկանք։ Իսկ երբևէ ստացվել է, որ ձեզ դիմեն հենց սիրային եռանկյունիները քանդելու խնդրանքով։ Մեզ սկզբնական շրջանում մինչև երևի անցած տարի 4 տարվա ընթացքում մեր հիմնական զանգահարողները, գրողները դրանք սիրային եռանկյունու գծով էին գրում, այսինքն չէին պատկերացնում ինչա դետեկտիվը իրանից ներկայացնում։ Իսկ կանայք էին շատ թե տղամարդիկ։ Կարող եմ արդեն ստատիստիկ տվյալներն ասեմ, համաշխարհային դետեկտիվների ասոցիացիայի տվյալներով ստատիստիկան 85% կանայք են։ Ինչու։ Երևի տղամարդիկ էությամբ ավելի հակված են դեպի դավաճանությունը, դրանից է ինձ թվում, ասենց ասեմ։ Հետաքրքիր է։ Իսկ արդեն տարեցտարի իրավագիտակցությունը մակարդակը փոխվեց մարդկանց։ Միանշանակ մենք մեր կողմից ներկայացված տեղեկատվական տեսահոլովակներով, հրապարակումներով, մեր կայքում եղած հրապարակումներով, մամուլում եւ այլ տեղերում արված հրապարակումներով հասկացրեցինք, որ դետեկտիվը ամենաառաջնայինը դա կորպորատիվ անվտանգության, բիզնեսի գծով հետաքննություններ իրականացնող անձ է։ Ամենակարևորագույն ու գեղեցիկ այդ մասն է, որ հաճելի է եւ գրվում է, այսինքն դետեկտիվի պորտֆոլիոյի մեջ
լավագույն այդպիսի կորպորատիվ հետաքննությունների ավարտը կամ խարդախ սխեմաների հայտնաբերումը ֆիզիկական անձանց մածով, զեղծարարների հայտարարումը, այդ ամենը հասանելի դարձավ։ Մարդիկ հիմա մեզ դիմում են օրինակ fake account-ից, հիմա էլ ուրիշ պատմության մեջ ենք ընկել, բանը հումորով ասեմ, մարդիկ հիմա մեկը իրանց հայոյանք է գրում, ասում են fake ինձ հայոյանք է գրել, պարոն Գաբրելյան, խնդրում եմ գտնենք հայոյողին։ Կամ նմանատիպ բաներ, փորձում ենք օգնել, խորհուրդ տալ, ուղղորդել դեպի իրավապահ մարմիններ, նույնիսկ տեղեկատվությամբ աջակցել, որպեսզի իրավապահ մարմիններում իրանք կարողանան այդ իրանց ընթացակարգը ապահովեն։ Ինչպիսի աշխատանքային գործիքներ եք դուք կիրառում հայտնաբերելու ձեր առջև դրած խնդիրը կատարելու համար։ Նայեք, Թագուհի ջան, ուրեմն ժամանակին, երբ որ կար Պինկերտոնը, Էժեն Վիդոկը եւ այլ մեծ դետեկտիվներ 19-րդ դարի կես, 20-րդ դարի սկիզբ դրանք ինչ էին անում, խոշորացույց, չգիտեմ, մատնահետքի վերցնել դժվարության ոտնահետք, վերլուծել, քարտադարան չկար եւ այլն, այսօր թվային դարում ենք, բոլորս թողում ենք թվային հետքեր, ֆանտաստիկ քանակի աշխարհում։ Մենք լինելով ասոցիացիայի անդամ համաշխարհային, մենք ունենք հասանելիություն շատ հետաքրքիր տեղեկատվական բազաների, որոնք ըստ էության համարվում են բաց հանրային աղբյուրներ։ Ուղղակի որպեսզի մյուսները հասնեն այդ բաց հանրային աղբյուրներին, ժամանակատար եւ աշխատատար է, կարող է եւ չգտնեն էլ։ Բայց քանի որ այդտեղ 100 տարուց ավել ձևավորված թիմը ասոցիացիան, կան մարդիկ, կան ստրուկտուրաներ, որոնք զբաղվում են, այսինքն իրանք հավաքում են ամբողջ տեղեկատվությունը, մեկտեղում են միտեղ եւ մեր որպեսի ասոցիացիայի անդամներ կա հասանելիություն դրան եւ առաջի գործիքը դա է, այսինքն open source intelligence-ի բաց աղբյուրներով հետախուզություն։ Դա ամենակարևորագույնն է այսօր չօգտվել է թվային միջավայրից, չօգտվել դրանից, ուղղակի ուրեմն ոչինչ չանել։ Հաշվի առնելով արհեստական բանականության զարգացումը վերջին տարիների ընթացքում, արդյոք դուք չեք համարում ձեզ մրցակից ChatGPT-ին, Gemini-ին կամ այլ արհեստական բանականության գործիքներին, որոնց միջոցով հնարավոր է տեղեկություններ ստանալ հենց մարդկանց թողած թվային հետքերի վերաբերյալ։ Այս առումով որոշակիորեն ձեր կատարած աշխատանքը ինչով է տարբերվում, ինչպիսի առավելություններ ունեք դուք, որը չունի այն համակարգերը արհեստական բանականության, որոնք կարողանում են գեներացնել եւ տեղեկատվություն տրամադրեն։ Ես խաղում եմ արհեստական բանականության հետ, ամեն առավոտ ես մարդիկ անում են մանրամարզություն, իմ առավոտյան սուրճ խմության ժամանակ ես խաղում եմ ChatGPT, Perplexity եւ մնացած այդ մի 5 տենց արհեստական բանականության գործիքներ ունենք, ինչ եմ անում, ես իրանց տալիս եմ հանձնարարություն, ասում եմ օրինակ, ին վրա, ասում եմ Գաբրելյան այգի վրա ինչ կարա գտնեք, բերում են հիմար տեղեկություններ։ Ես մի անգամից ասում եմ գնահատականը 2, ես որակա զրկում եմ, ուղիղ գրում եմ ու իրանք դրանից նեղվում են, այսինքն մարդկային ու մարդու մեքենայի շփման տիրույթում ես ChatGPT-ին ասում եմ, որ մարդը դեռ քեզանից ուժեղ է բարեկամս։ Իրականում դետեկտիվի մասնագիտությունը կվերանա այն ժամանակ, երբ վերանան մարդիկ եւ մարդկային հարաբերությունները։ Իսկ ինչպիսի տարածված միֆեր կան, բացի ձեր նշած այդ սիրային եռանկյունները բացահայտելու հետ կապված։ Եվ կարծրատիպեր։ Մարդկանց մոտ կարծիք կա, որ դետեկտիվը ամեն ինչ գիտի։ Դա շատ լավ է, դա ոգևորող է, այսինքն որ դետեկտիվ ես, ուրեմն ինչ հույս ունեն գան քո մոտ։ Դինում են դեպքեր նույնիսկ գալիս են բախտ նայելու հարցով։ Վերջում ասում Ստիփա Ջորջյան, ես ոչ թուղթ իրանող եմ, ոչ բախտ նայող եմ, մաքսիմում որ կարամ օգնեմ ChatGPT-ին խնդրեմ, որևէ տեղում բախտ նայողի տեղ գտնեմ, ուղարկեմ ձեզ նայեն։ Տենց տպավորություններ կա, կարծրատիպեր կան, որ դետեկտիվը եթե մի տեղ է, որը եկել է մեկի հետևից։ Մանավանդ սկզբնական շրջանում մեր գործունեության հարսանիք, ծնունդ, որը ոչ բարեկամ էր, ասենք ընկերոջ երեխայի հարսանիք է, եւ այնտեղ մարդիկ որ սկսում են տեսել են վիդեոն, ինչ-որ կլիպ, տեսանյութ եւ այլն, զգում ես sense քչփչում են, էլի, ես եկել է տենասում հետևից է եկել, բան կամ sense ինչ-որ բան, չեմ պատկերացնում, որ դետեկտիվ սովորական մարդ է, որը գնում է հաց ուտելու, խմելու, քեֆանելու եւ այլն, սովորական մարդ է, մի սարյուն եւ այլն, իր էմոցիաներով անդերձ։ Ինչով է տարբերվում հայաստանյան մասնավոր խուզարկուի առօրյան ամերիկյան կամ եվրոպական որևէ զարգացած երկրում աշխատող դետեկտիվի առօրյայից։ Քանի որ ես ամեն օր, գրեթե ամեն օր շփվում եմ տարբեր երկրների գործընկերներիս հետ, թե ամերիկյան, թե եվրոպական երկրների, թե նախկին ԽՍՀՄ տարածքի ԱՊՀ երկրների դետեկտիվներ, ունենք ընկերական շատ սերտ գործընկերային հարաբերություններ եւ այդ զրույցի ընթացքում նաեւ հասկանում ենք, թե որս ինչ առավելություն կամ ինչ
պակաս ունենք մեր գործունեության առօրյայում։ Տեսեք, լավագույն դիրքում աշխարհում գտնվում են ամերիկյան մասնավոր խոզարկուները եւ խոզարկողական ընկերությունները, ինչու, որովհետեւ այնտեղ ինստիտուցիոնալ հիմքերով է դրվել այդ գործունեությունը, օրենսդրական մակարդակով ունեն բացառիկ լիազորություններ։ Ընդཐུպ մինչև դրանք կարող են իրականացնել քաղաքացիական ձերբակալություն, որից հետո հանձնեն իրավապահ մարմիններին իրավախախտին, ունեն հատուկ միջոցներ կիրառելու իրավունք, զենք են կրում, զենք կիրառելու իրավունք, նրանք ունեն հետևելու, հետապնդելու, օպերատիվ հետախուզական լայնածավալ գործողություններ անելու իրավունք։ Ամենամեծ իրավունքները աշխարհում ունեն ամերիկյան դետեկտիվները։ Եվրոպական դետեկտիվները կախված պետություններից, օրինակ Ֆրանսիայում ավելի սահմանափակ են, ֆրանսիական դետեկտիվները ավելի շատ հետաքննում են ապահովագրական քեյսեր, տարբեր ֆինանսական զեղծարարություններ, իտալացիները մի քիչ ավելի ուրիշ ազատություն ունեն որոշակի առումներով, գերմանացիները նույնպես որոշակի սահմանափակումներ ունեն։ Հիմա մենք նրանց մեջտեղում, այսինքն մեր դեպքում չկա օրենքը, բայց դա չի արգելում գործունեություն իրականացնել, որովհետև որևէ տեղ կար թյուր կարծիք, որ Հայաստանում արգելված է դետեկտիվ գործունեությունը։ Դա նույնիսկ այն ժամանակներում, երբ որ ես էլ աշխատում էի ներքին գործերի համակարգում, ոստիկանությունում եւ այլն, բոլորի մոտ հազարավոր ոստիկանների կամ իրավապահների աշխատողներ մինչև մեր բիզնես սկսել է գործունեություն սկսել որ արցնեիք, ասեն Հայաստանում ապօրինի է դետեկտիվ գործունեություն զբաղվելը, ոչ, ապօրինի չէ։ Դետեկտիվ գործունեությունը նույն ձեռնարկատիրական գործունեությունն է, ինչպես մնացածը ուղղակի օրենքը ինչի համար է պետք։ Օրենքը պետք է լրացուցիչ դետեկտիվի վրա պարտականություններ ավելացնելու եւ մի փոքր իրավունքներ տալու համար։ Օրենքի պարագայում պարտականությունները կշատանան, մի քիչ էլ իրավունք կավելանա։ Օրինակ, եթե համեմատելու լինենք փաստաբանական գործունեության հետ, շատ դեպքերում, հատկապես քաղաքացիական գործերով, ստիպված են լինում փաստաբանները եւս շատ տեղեկություններ հավաքել պատասխանող կողմի եւ հայցվորի հետ կապված եւ այլն եւ այլն։ Այս առումով որևէ ինչ-որ նմանություն տեսնում եք կամ հակասություն։ Չէ, մենք հակասություն չունենք ոչ մի մարմնի հետ, այսինքն ոչ մի ստրուկտուրայի հետ, թե պետական, թե մասնավոր նույն փաստաբանական կամ նոտարական կամ որևէ կառույցի հետ մենք չունենք, որովհետև մեր հավաքագրված տեղեկատվությունը դա այն տեղեկատվությունն է, որը դեռևս ոչ մեկին հասանելի չի եղել։ Դրան գումարած դետեկտիվը ոչ թե զուտ տանում է ֆլեշկայի կամ տեղեկատվության կրիչի դեր, ուղղակի վերցրեց, փոխանցեց, չէ։ Դետեկտիվ ինքը անալիտիկ է։ Եթե դետեկտիվը չունեցավ անալիտիկ մտածողություն, չունեցավ վերլուծություն, օրինակ տեսնում եք թվերի համադրություն, հեռախոսահամար, որևէ բան, որը համարը Պողոսի համարն է, բայց պետք է վերլուծել այդ համարը ինչի է հայտնվել, օրինակ 2005 թվին Ադնակլասնիկիում, ինչի է կցվել Ադնակլասնիկին։ Այդ ժամանակ Պողոսինը չի եղել այդ համարը։ Բայց հետո որ խորանում եք, հասկանում եք, որ օրինակ Պողոսի հորեղբոր տղան այդ համարն օգտագործել է, կցել է դա եւ այլ, տենց տարբեր հետաքրքիր։ Այդ դա վերլուծությունն է, որը ոչ փաստաբաններն են անում, ոչ անում են քննիչները, անում են իրավապահ մարմինները։ Դա դասական մեթոդոլոգիա է հետաքննության եւ խորանալու։ Իսկ եղել է ներողություն դեպքեր, որ հենց տրամաբանությունը հաղթել է մեթոդներին եւ գործիքներին աշխատանքային։ Այսպես ասեմ, մեր դեպքում հետաքննություններ կան, որ ինտուիտիվ առաջին պահից ես երբ որ ստացել եմ кейսը, մեր թիմի հետ քննարկման ժամանակ իմ մոտ որ մի հատ կայծակը խփում է, էլի, ասես սպիշկան ֆոտոյա, ոնց հեսա սենսա, բայց պայքարը գնում, մերոնք ասում են, չէ, ախր այնտեղ ասես չի, վերջը բանավիճում ենք, քննարկում ենք, սխեման կառուցում ենք եւ իրականում քո ասած իմ այդ բանական, մտածողական գործողությունը հաղթահարում է։ Մենք հասնում ենք դրան ինչին կա։ Դեպքեր կան դա օգնում է։ Խոսենք նաև կարմիր գծերի եւ իրավական սահմանափակումների մասին։ Ինչպիսի կարմիր գծեր ունի մասնավոր խոզարկուն Հայաստանում, որոնց անցնելը կարող է վտանգավոր լինել հենց իր խոզարկուի համար։ Ամենաառաջին կարմիր գիծը, որ մարդկանց մոտ կարծիք կա, որ դետեկտիվը դա անձանց հետևելու համար է, անկյունի տակից հետևի, նկարի, ձայնագրի եւ այլն, ոչ։ Որևէ մարդ, ոչ թե միայն դետեկտիվը, եթե որևէ մեկին գաղտնի ձայնագրեց, գաղտնի լուսանկարեց եւ այդ տեղեկությունը օգտագործեց, ինքը համարվում է հանցագործ։ Միանշանակ պետք է մենք էլ ենք դրանց դեմ պայքարում։ Այսինքն որևէ մեկից իմանանք տեղեկություն, որևէ մեկը նման բան արել, մենք կօգնենք, որ նա հայտնվի
ոչ հեռավոր վայրերում։ Իսկ եղել է նման ապացույց բերեն եւ ձեզ մոտ ներկայացնեն, այսինքն ինչ որ մեկը հավաքագրել է արդեն իսկ ունի թեկուս կինը, տղամարդը, ինչ որ տեսանյութեր, ինչ որ գաղտնի ձայնագրություններ եւ դրա միջոցով փորձում է որոշակի խնդիր ներկայացնել ձեզ։ Այդ ժամանակ ինչ եք ասում, ինչ եք պատասխանում։ Ես դեպքեր լինում են, որ գալիս են, ես խորհուրդ եմ տալիս, ասում եմ բարեկամս, եթե դու սա օգտագործես, այդ պայն միգուցե դու ժամանակավոր հաղթանակ տանես, այսինքն, չգիտեմ, մինչև դատարանը ցույց տաս այդ դիմացինի օպոնենտիդ համոզես, որ ես ճիշտ եմ, տես ապացուցեցի, որ դու սխալ ես, բայց եթե նրանց թափ նայի, գնա դիմի իրավապահ մարմիններին, դու կենթարկվես շատ խիստ պատասխանատվության, որտեղ ապօրինի նրան գաղտալսել ես, ձայնագրել ես կամ որևէ գործողություն ես արել։ Մենք հիմնականում խորհրդատվությունով աջակցում ենք մարդկանց, որ չշեղվեն այդ իրավական ճշմարիտ ուղուց, որտեղ մարդկանց մոտ այսօր կա այս TikTok-ը մնացած այդ թվային գործիքները, որ ամեն ինչ TikTok-ում ազատ է։ Համացանցում հայոյում են իրար, չգիտեմ ինչեր, չեն պատկերացնում, որ դրա հետևում կա իրավական պատասխանատվություն։ Չէ՞ որ երբ որ դեանոնիզացիա արվի, այսինքն իրականացվի եւ նույնականացվի այդ անձը, ծագում է միանգամից իրավական պատասխանը։ Եվ ոչ միայն իրավական։ Կարող է դեպք լինի, որ մինչև իրավապահներին դիմելը Աստված ճանի, բայց մարդիկ գնան, չգիտեմ, տարբեր տեսակի հաշվեհարդար կամ բան լինի։ Հայաստանում մի քանի անգամ փորձ է արվել շրջանառել մասնավոր խուզարկողական գործունեության մասին օրենքի նախագիծը, բայց մինչ օրս օրենքը միսուայրում չի ստացել։ Ինչն է ձեզ պատճառը, կա ինչ որ սեկտոր, որ խանգարում է այդ օրենքի ընդունմանը, թե բավականաչափ իրազեկված չի եւ չենք հասել այն մակարդակին, որ Հայաստանում ոլորտը կարգավորում ստանա իրավական։ Իմ կարծիքը ասեմ, իմ սուբյեկտիվ կարծիքով։ Նախաձեռնությունները շատ լավ են եղել, բայց նախաձեռնության տակը չի եղել առարկայական հասկացողություն, թե ով է մասնավոր դետեկտիվը կամ կան արդյոք դետեկտիվներ, պահանջված է արդյոք այդ մասնագիտությունը։ Մենք ընտրեցինք այլ ճանապարհ։ Իսկ հիմնավորումը այն չէ եղել։ Ուղղակի նախագիծը շրջանառվել է, որ սենց բաներ առանց միս ու արյուն տալու։ Մենք գնացինք այլ ճանապարհով, ինչ արեցինք։ Ստեղծեցինք հիմնարկը, անդամակցեցինք համաշխարհային միջազգային կառույցներին, սկսեցինք զարգացնել դետեկտիվի դերը, նշանակությունը, իրեն դրեցինք նույն հարթության մեջ, որտեղ մյուս մասնագիտություններն են։ Այսինքն մարդիկ հասկացան, որ դետեկտիվը կա, դետեկտիվն ապրում է, ինքը նոր ծնվել էր, ժողովրդական լեզվով ասած չոչ էր անում, հետո քայլեց, ոտքի կանգնեց, այս տարի 5 տարեկան, այսինքն մեր օրենքով կրթության 5 ու քանի ամսականից գնում են դպրոց, էլի։ Այսինքն ինքը դառնում է դպրոցական դետեկտիվը, ոլորտը։ Ստեղծեցինք ասոցիացիան մասնավոր դետեկտիվների տարեվերջին, այսինքն մենք պատրաստ ենք հիմա դրա վրա արդեն օրենսդրական նախաձեռնությունը ստեղծենք որպես ասոցիացիա Հայաստանի մասնավոր դետեկտիվների եւ շրջանառենք հիմք տնելով արդեն թե տվյալները, թե հայտերի քանակը, թե պահանջվածությունը, թե ուղղությունները, նաեւ խմբագրելով մեր իսկ գործունեության վրա, այսինքն ռուսերեն ասում են «разведка с боем», այսինքն մենք հետախուզումն ենք անում եւ պատերազմի պայմաններում, կռվի ռեալ իրավիճակում մենք ստացել ենք պատկերը եւ կարանք հիմա ներկայացնենք, որ այսա կարելի է, սա չի կարելի։ Սրա պահանջը շատ է, սրան է քիչ է, օրենքի մեջ կարելի է այնպես սիրուն հղկել, վերցրել ենք, նախագիծը պատրաստ է, մենք մշակել ենք, գրել ենք, ինքը շատ նմանարկված է ամերիկյան օրենսդրությանը, ֆանտաստիկա դրանց լավն է։ Օրինակ ռուսների դեպքում օրենսդրությունը սենց է, դետեկտիվների եւ պահնորդների օրենք 92 թվականին գրել են մի հատ օրենք, ունեն 34 տարի արդեն։ Մարտի 11-ին 92 թվականին իրանք ընդունել են օրենքը։ 34 տարի ու իմ գործընկերները Ռուսաստանին գել են կրակը։ Հիմա փորձում են առանձնացնել իրարից, ասել այ մարդ դետեկտիվն ու պահնորդն ու եւ այլն։ Մենք որպես իդ հաշվի առնում նաեւ մեր միջազգային գործընկերների տարբեր սխալները, փորձերը եւ հաջողությունները, փորձել եք լավագույն տարբերակ քաղել եւ ստանանք եւ հայկական տարբերակը կլինի ամենալավը։ Ինչպես է գնահատել եք արդյոք ռիսկերը, եթե իրավական կարգավորում ստանա, արդյոք կլինի շահերի բախում նույն օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացնելու լիազորություն ունեցող ծառայողների միջև։ Օրինակ, չգիտեմ, ազգային անվտանգության ծառայությունը կլինի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների կան քննչական, ապարատից կլինեն արդյոք այսպես ազդակներ, որ դա մեր խաղն է, չի կարելի անցնել այս կողմ, փորձեք այլտեղ փնտրել։ Այսպես ասեմ,
իրական մասնավոր դետեկտիվը իրավապահ համակարգի ծնունդ է, պորտալարով կապած է իրավապահ համակարգին։ Իմ համար չի կարող այն դետեկտիվը, որը զուգահեռ չքայլեց իրավապահ համակարգին, ինքը դատապարտված է պարտության, ուրեմն ինքը հակառակորդ է։ Դետեկտիվը չի կարող լինի հակառակորդը, չի կարող լինի մրցակից։ Փոքր եղբայրը մեծ եղբոր հետ մրցակից չի լինում։ Փոքր եղբայրն ու մեծ եղբայրը իրար ձեռքի բռնած քայլում են ինչի դեմ, հանցավորության դեմ, զեղծարարության դեմ, խարդախություն։ Մենք ունենք դեպքեր, որ աջակցել ենք իրապահ մարմիններին, հիմա էլ մենք այդ պրակտիկան ունենք, օգնում ենք, եթե մեզ մոտ որևէ տեղեկատվություն է հայտնվում որևէ հանցատեսակի կամ հանցադրվագի վերաբերյալ, միանշանակ մենք արագ իրազեկում ենք իրապահ մարմիններին։ Այդպիսին է։ Եվ օրենքը հակառակը, օրենքը ընդունվելու պարագայում մեզ ավելի լայն լիազորություններ կտա, որովհետև շատ ժամանակ, նայեք, իրավապահ մարմինները ունեն ավելի լայն զբաղվածության շրջանակ, ավելի խնդիրներ եւ այլն, եւ այն մանր կենցաղային հարցերը, օրինակ հիմա մտել է մասնավոր գանգատի ինստիտուտը։ Չէ՞։ Դուժողն ունի խնդիր։ Դուժողը պետք է ինքը դատարանում ապացուցի։ Իսկ օրինակ մեղադրյալը դուժողի հակառակորդը ունի փաստաբան, որը նրան պաշտպանում է։ Հայերեն ասած դուժողը մնում է կավիճ հազար ներողություն անտեր։ Հիմա մենք ինչ ենք ուզում անենք։ Մենք ուզում ենք կանգնենք դուժողի կողքին։ Իրավապահը զբաղվածությունով չի հասցնում կանգնի, որ քանի հոդված կա, չէ՞, քրեական օրենսգրքի մտել է մասնավոր գանգատի մեջ։ Հիմա մենք փորձում ենք տեղավորվենք այդ բաց դաշտում, որպեսզի դուժողին օգնենք, ձեռքից բռնենք, ասենք ընկեր, արի, քո ապացույցները գտնենք, քո օգնենք քեզ գտնելու այն բաները, որով դու կարաս քո իրավունքները պաշտպանես։ Այսինքն, բայց միթե դա դատախազի լիազորությունների շրջանակում չի նաև պաշտպանել։ Մենք օգնում ենք դատախազին։ Մեր մասով էլ, այսինքն այն բաց տեղը, որտեղ կա դատար կա, չէ՞, ապացույցները չկան կամ խնդիր կա։ Դուժողին ասում են դու բեր ապացույց։ Դատարանում դու քեզ պաշտպանի։ Նայեք, չէ՞, մասնավոր գանգատի ինստիտուտում դուժողը ունի խնդրեմ։ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ինստիտուտը բավական բարձր մակարդակում է եւ մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը բավականաչափ պաշտպանված է։ Այս պարագայում ինչպես եք դուք իրականացնում ձեր գործունեությունը, որպեսզի որևիցե կերպ չխախտվի մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Մեր զրույցի սկզբում հենց ես դա շեշտեցի, որ մենք առաջնորդվում ենք սահմանադրական նորմերով, որով քաղաքացու տեղաշարժի, նամակագրության, տեղեկատվության, անձեռնմխելիության իրավունքը գերակա սահմանադրական նորմա եւ դա կարող են դրան միջամտել միայն օրենքով սահմանված կարգով եւ օրենքով սահմանված մարմինները։ Մեր գործողությունները հիմնականում գերակշռող մասով բաց թափանցիկ աղբյուրներով, այսինքն որևէ այլ ուղղություն, որը կարա գաղտնի տեղեկություն լինի եւ որը վնաս հասցնի մարդուն, մենք այդ տեղեկություններին չենք միջամտում, ինքը գայթակղիչ է։ Սև շուկայում, դարկնետում այնպիսի տեղեկություններ են վաճառում, որ չեք պատկերացնի, բայց դա լավ չի։ Դա ինչքան կարանք դրանց դեմ պայքարենք, դրանց դեմ առնենք, այսինքն մարդկանց անձնական տվյալներին միջամտող գործիքակազմի, օրինակ տարբեր սարքավորումներ են վաճառում։ Փողոցում նայեք, լիստեում կարդաք կամ տարբեր խանութներում տոնավաճառներում նայեք, կան սարքեր, գաղտնի տեսախցիկ, գաղտնի ձայնագրող սարք, դրանք պետք է բոլորը վերացվեն։ Մենք ինքներս դրանց դեմ պայքարում ենք, այսինքն թե կա խնդիր։ Ինչի մասն է խոսքը, այսօր անգամ լիստեում ներողություն ականջակալեր են փոքր վաճառում են քննություններին են մասնակցում, դրա դեմը չեն կարողանում առնել ու մնաց անձնական կյանքի։ Օրինակ, երբ որ լիստեում մի քանի դեպք կար, որ մարդիկ գրել են, որ իրանք դետեկտիվներ են բան, այդ կեղծ էին իրանք։ Այսինքն նա գրել են բաներ, ասում են WhatsApp-ը ջարդենք, Facebook-ը ջարդենք, ես բերենք, հետևենք, նկարենք, ձայնագրենք, sense։ Հերթ ես գրեցի ի փառք ու պատիվ լիստեյի ազնագազմին, իրականում իրանք իմ նամակը պաշտոնական ստացան եւ արագ չեզոքացրին այդ էջերը։ Հիմա դրանք չկան։ Այսինքն պոտենցիալ մրցակիցներն արդեն չեզոքացնում։ Դրանք մրցակից չեն արդեն։ Նայեք, սպորտային լեզվով ասեմ, լավ բռնցքամարտիկի դիմաց պետք է կանգնի բռնցքամարտիկ։ Քաշայինով։ Ոչ չէ, քաշը կապ չունի, վարակույրի հետևից հայոյանք տվողը դա բռնցքամարտիկ չի։
Ես ինձ մրցակից կհամարեմ այն մարդկանց եւ ուրախ կլինեմ, որ լինեն առողջ մրցակիցներ, ովքեր ապրեն այն կենսակերպով, ինչով մենք ենք ապրում։ Մեր մոտ մի քիչ դրված է բարձր նշած սպարտանսկի, հա, այն ռուսերեն ասած Սպարտայի կարգու կանոնով եւ մենք մեզ վերաբերում ենք ինքնակննադատությամբ։ Ես սիրում եմ ին վրա հումոր անել, որը նորմալ է։ Մարդ պետք է ինքը իրան քննադատի, ինքնակննադատության նիշը երբ որ բարձր է լինում, դու կարողանում ես քեզ չշեղվել, չգայթակղվել, չգնալ սխալ ճանապարհով։ Հիմա մեր պարագայում դա արել ենք։ Օրենքի մեջ էլ է դրույթները դրած։ Օրինակ նախագծի մեջ որ գրել ենք, ձեր եթերում բացում եմ 3 դրույթ, որը ոչ միտեղ չեմ ասել։ Քանի որ հաղորդումները իրավական ուղղվածությամբ է եւ այլն, ուրեմն դրույթ 1 մասնավոր խուզարկու Աստված տա օրենքն ընդունվի, պայմաններն է 3 պայման կարևորագույն, որ վերաբերում է մասնավոր խուզարկու կարա լինի այն անձը, որը 23 տարեկանից մեծ է, ունի որոշակի կրթական ցենզեր կա, անցել է իրավապահ համակարգով եւ իրավապահ համակարգից չի հեռացվել, դատապարտված չի եղել։ Նույնիսկ այսօր պետական մարմիններում կարող են ընդունել մարդու աշխատանքի նախկինում էլ։ Եթե մարված է դատվածությունը։ Այս դեպքում ես գտնում եմ, եթե ծանր հանցագործություն, օրինակ խարդախություն, կաշառակերություն, կոռուպցիոն հանցագործություն, նման հանցագործություն անցած մարդը, նույնիսկ եթե մարվի, իրավունք չունի ինքը դետեկտիվ լինի։ Ինքը արդեն կոպիտ ասած ձեռքը բանեղած է, էլի։ Իսկ այնտեղ անձնական կյանքի տեղեկություններ կա։ Երկրորդ կետը որևէ տեսակի դետեկտիվը պետքա հանցավոր ենթամշակույթի հետ կապ չունենա։ Բացարձակապես ինքը պիտի ստուգվի, անցնի եւ այլն։ Երրորդը ինքը պիտի լինի քաղաքականապես չեզոք։ Որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի դա ես վերցրել եմ որտեղից։ Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայում կա էթիկայի կանոնագիր խարտիա, որտեղ գրված է կրոնական, ռասայական, քաղաքական խտրականություն չդնել մարդկանց հանդեպ։ Հաճախորդն եկավ, կապ չունի ինքը ով է։ Դու պետք է իրան ճանապարհես, ժպիտով եւ այլն։ Հիմա այդ 3 պայմանը կա, պլյուս տարին մեկ անգամ մասնավոր խուզարկուն պետք է հանձնի նարկոտիկի տեստը։ Այսօր անգամ քննիչների դեպքում չկարողացան օրենքը օրենքը ընդունել։ Ես փորձում եմ դա անեմ, եթե ստացվի, օրենքը շատ լավ կլինի, որովհետև դա կնպաստի։ Նայեք, եթե ունենա մարդը ինչքան քիչ գայթակղություններին գնա, ես օրինակ 33 տարի ծխել եմ, 9 տարիա ծխել է թողել եմ ու հասկացել եմ առանց բժշկի, առանց որևէ իմ ինքնագիտակցմամբ եկել եմ մի բան, որ ասել եմ, եղբայր, բավական է։ Հիմա նույն ձևի հասկանում եմ, որ բոլորը պետք է անցնեն այդ ճանապարհով, ոչ թե ընդօրինակեն ինձ, այլ ընդօրինակեն այն, որ բոլոր տեղերում դա ինձանից հեծանիվ չեմ հնարել։ Նույն ամերիկյան օրենսդրությամբ է դա ամրագրված, եվրոպական երկրներից, մի շարք երկրների օրենքներում կա այդ իմ ասած դրույթները։ Քաղաքական չեզոքություն, կրիմինալից զերծ մնալ եւ այլն եւ այլն։ Հիմա դա վերել եմ խմբավորը սիրուն մտցրել ենք մեր հայկական օրենքի նախագծի մեջ։ Բավականին գեղեցիկ է հնչում ձեր առաջարկած այսպես կարգավորումների իրավական, բայց վերադառնանք, քանի դեռ չի ընդունվել, վերադառնանք պրակտիկ գործունեություն ձեր։ Իշտենք հողի վրա։ Պարոն Գաբրիելյան, հաշվի առնելով մեր երկրում ահագնացող ապօրինի թմրաշրջանառությունը եւ այդ գործում նաեւ անչափահասների ցավոք սրտի ներգրավվածությունը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի անվերահսկելիությունը, արդյոք եղել են դեպքեր, որ ծնողները դիմեն, օրինակ խնդրեն ձեզ տեղեկություններ հավաքել անչափահասի մերձավոր շրջապատի կամ սոցիալական շփումների վերաբերյալ եւ նման իրավիճակներում ինչպես եք վարվում դուք։ Այք, մինչև 16 տարեկան անձանց պարագայում կա անչափահասի վարքի հսկողության ծառայություն, որը ծնողների գրավոր համաձայնությամբ եւ այլն իրականացվում է այդ գործողությունը։ Ինչ ան, նույն այդ գործիքակազմը մենք ունենք, այսինքն այդ բաց աղբյուրները մեր ասած կամ համակարգերը երեխայի սոցիալական օգտահաշիվները, օրինակ ինքը Telegram-ի որ խմբերին է հարում։ Մենք կարանք դա տեսնենք։ Ու մեկ էլ տերնում ես օրինակ XYZ խմբին է, որը աֆիլացված է որոշակի կրոնական խմբավոր բան հետ, կամ աֆիլացված է որոշակի թմրաշրջանառության ինչ-որ բաների հետ, ծնողները իրազեկում ես, ասես բարեկամը, սա, ուշադիր եղեք, սա արեք, էս արեք, էս արեք, նաև հիմնականում մենք ինչ ենք անում հայկական միջավայրում մենք դա չենք համարում բիզնես,
Անչափահասների պարագայում ծնողները գալիս են մեր մոտ, նույնիսկ դեպք է եղել 4-5 ժամ նստել ենք, խոսել ենք, ծնողները հուզվել են, պատմել են եւ այլն, այդ 5 ժամում մենք նաեւ մեր դրսի գործընկերների հետ քննարկել ենք ինչ օպցիաներ կարելի անել, ծնողներին տվել ենք խորհրդատվություն, որի արդյունքում, ասենք, մի ամիս հետո ժպտացող ծնողն եկել մեզ ասել շնորհակալ եմ, պարոն Գաբրելյան, գտանք, հայտնաբերեցինք, կանխեցինք եւ այլն եւ այլն։ Ասենք երեխայի հեռախոսի մեջ տեսնել որոշակի ծրագրեր, որոնք կարող են ուղղորդի նույն սոցիալական ցանցեր, համացանցային տարբեր օգնում ենք։ Պարոն Գաբրելյան, ձեր պրակտիկայից ինչպիսի հետաքրքիր դեպքեր կհիշեք կամ որոնք այսպես կարևոր հետք են թողել ձեր կյանքում, փորձառություն են տվել ձեզ։ Թագուհի ջան, մեր համար ամենահետաքրքիր եւ ծանրը, ասենք ասեմ, հոգեպես դա էմոցիոնալ մասն է, որը հիմնականում վերաբերում է ընտանեկան դրամաներին, ընտանեկան խնդիրներին։ Հիմնականում մեզ դիմում են մանավանդ վերջի երևի 2 տարին է տարբեր տեղերից իրենց կենսաբանական ծնողներին որոնելու հարցով։ Պարզել են, որ իրանք կա կայքեր, որ ԴՆԿ են ուղարկում անալիզ, այդ ԴՆԹ-ի անալիզի միջոցով հասկանում են, որ իրանք, ասենք, մարդը մեծացել է ռուսների միջավայրում, սև է ինքը։ Մուքա ինքը գույնը, խարտյաշ է եւ այլն, ոչ ռուսական բանի։ Դե գալիս մարդը հասկանում է եւ դիմում է մեզ ու փորձում ենք օգնել, երբ որ խորանում ես այդ դրամայի մեջ, ինքը համ իմաստնություն է բերում, որովհետեւ այդ մարդու անցած այդ ճանապարհի դառնությունը, երեխուց հրաժարվելու, թե ոնց անցել, այնտեղ եւ այլ։ Ես այս պատմությունները չեմ ուզում շատ մանրամասնեմ, որովհետեւ ինքը շուտով դառնալու է որոշակի բաներ, պատմվածքներ։ Եվ ավելի է, որ ասում է բան չանենք, չգաղտնազերծենք, բայց ասեմ մի դեպքը պատմեմ։ Ուկրաինայից մի աղջիկ էր դիմել, մանր գալիս խորը գիտեր մենակ անունը, բայց գիտեր, որ հայրը մահացել է երկրաշարժի ժամանակ 88 թվականին ինձ դիմել էր մեր ուկրաինացի գործընկերների միջոցով, մենք շատ լուրջ աշխատանք տարանք, որովհետև ոչ մի տվյալ չունենք։ Հայաստանում էր փնտրում, հայրը։ Ինքը ասում էր, ոնց որ ծնված լինի, ասենք 45-ից 55 թվերը, պատկերացրեք, չէ՞, 10 տարվա դիապազոն, անունը Կիսատ, այսինքն դե ուկրաինացիք բռնում դրանք հոլովելու բան ունեն։ Անունը հոլովել էին, այս երեխու ծննդականի մեջ գրել են ուրիշ ձև եւ մոտավոր ազգանուն գիտեր, բայց էլի շատ մոտավոր էր, վերջը, բայց գիտեր, որ Գյումրիից են։ Մենք օգնեցինք շատ բարդություններով անցանք, գտանք, էլի տեղ օգնեց, ասեմ ձեզ, ուրեմն հայկական ոչ մի բանով չկարողացանք գտնենք նույն մեր ընտրացուցակներով կամ որ հրապարակված էր, այսինքն մեր հրապարակված որը տեղեկատվական համակարգով մեզ օգնեց նորից բաց հանրային աղբյուրները եւ մենք Ադնակլասնիկիում եւ կոնտակտիում համադրելով այդ մի քանի տվյալները, դնելով որոշակի ֆիլտրներ, կարողացանք նույնականացնել 5 մարդու, որոնք դեմքերն էլ կային, եւ որոնցից մեկի դեմքը բավականին հետաքրքիր էր, նման էր այս աղջկան, վերջը, ու սկսեցինք այդ մարդու վրա արդեն խորանալ, հասկանալ, գտնել, հեռախոս եւ այլն, ու ես համոզված արդեն այս մարդուն առանց տեղյակ պահելու հորը ուղարկեցի Ուկրաինա, ասի ինքն է, տվեք թող աղջիկը կապվի։ Զիմինյայի, սպասիր ինձ հաղորդաշարի ուկրաինական։ Այսինքն մահացած չէր։ Ոչ, կենթանի էր այդ մարդը, ուներ ընտանիք, ուներ երեխեք, ուներ թոռներ եւ այլն, ու պատկերացրա այդ եթերը, որ ես եմ ուզվել, ես ասենք բավականին սառն եմ, բայց իմ մոտ էլ այդ բաներ, այս աղջիկը եթերում ուղիղ զանգում են, վիդեո զանգա, Skype-ով, ու հայրը ընդեղից, աղջիկը ստեղից, բարև պապա ջան, ես քո աղջիկն եմ եւ այլն, մարդը հոնքուր լաց էր, գտավ իր աղջկան 30 քանի տարի հետո, եկավ Երևան այդ աղջիկը գնաց իր այդ հոր հետ հանդիպեցին ընտանիքի հետ, իր երեխեքի հետ, այդ աղջիկն էլ այնտեղ էր ամուսնացած։ Հերջ եկան շատ հետաքրքիր, sense happy end-ով պատմություն։ Այսինքն մարդկային ճակատագրեր եք միացնում։ Հա, հետաքրքիր էր ինքը այդ բանը։ Հումորային պատմություններից կամ նաև հումորը կա, էլի, մեր գործունեության մեջ առանց հումոր դետեկտիվը չի կարող լինի։ Երկու կին եկան իմ մոտ, բարև ձեզ, պարոն Գաբրելյան, բարև ձեզ, բան, ասաց պատմում, դավաճանության թեմա է, sense ամուսինս եւ այլ, կողքն էլ օգնում է։
Հրամաբելամ, դու ով ես։ Դու կինն ես, դու ով ես, քույրն ես, ասես չէ սիրուհին եմ։ Ասի, բա ում եք ման գալի, ասես նոր սիրուհուն։ Երրորդին են ման գալի, որը դուրս եկե մրցակից, այսինքն իրանք երկուսով վաղեմի բարեկամներ են դարել, դաշնակից են դարել, հաշտվել են ու ման են գալի երրորդ սիրուն, ասի գնացեք ձեզ բարի որս, բարի հետաքննություն։ Տեսնես գտել են արդեն։ Ասեմ արդյունքը լավ, ոչ թե գտել են, այլ չեզոքացրել են։ Իմ խորհուրդներով ամուսնու աչքերը բացել են, ամուսինը հասկացել է, որ խաբված է, եւ եկել ինչ շնորհակալություն հայտնել ամուսինը։ Իսկ սիրուհին մնացել է։ Հա, սիրուհին 10 տարի իրար գիտեին արդեն, իրանք դա իրար հետ էին եկել իմո, դաշնակից էին դարել իրանք։ Դարել են բարեկամներ։ Դրամատիկ, Հա, հետաքրքիր ընտանեկան, նեղ ընտանեկան հարցերով եք նաև զբաղվում։ Հետաքրքիր է եւ այս իրական պատմությունները նաև դառնում են ձեր դետեկտիվ ստեղծագործությունների համար հիմք։ Մինչ օրս քանի պատմվածքներ ունեք հրապարակված եւ արդյոք մտադիր եք ամբողջացնել դրանք հատորներով։ Տեսեք, շատ ամենահետաքրքիր բանն էր, որ 2026 թվականին, այսինքն մեր 5-ամյակի ոնց որ շրջանակներում մի մոտ միտք եկավ եւ մտքի որոշակի ինիցիատորը մեր Արաուտի Մինասյան Ռուզաննան է, մեր հարգարժան գործընկերը, իմ շատ լավ ընկեր է։ Հստակ քիչ ես գրում։ Գերիք ու պատմությունները։ Սա ամեն մեկը մեկից հետաքրքիր են ու ես սկսեցի գրել, որը մեր երկուսի համատեղ մտածողությամբ կնքվեց նոր գրական ոճ դառավ իրավապատում։ Այսինքն իրապատում կա, չէ, Արցակի մեջ տենց հասկանա, սա իրավապատում դարձրեցինք մեր ոճը, այսինքն իրավական, իրական եւ պատում։ Մինչ օրս հրապարակվել է 2 պատմվածք, երկուսը գնացել է, մեկը խարդախություններ էր ապահովագրական, որը կանխել ենք, բացահայտել ենք Վրաստանում, Վրաստանում, հա։ Հիմնականում մենք սենց ասեմ, պատմվածքների մեջ տեղերը, վայրերը փոխվում են, պատմությունը, բայց իրական է։ Շատ ժամանակ մի քիչ հերոսների բանի փոփոխություն ենք անում, որովհետև դե ամեն դեպքում բան է։ Չնայած ունենք համաձայնություն մանավանդ կորպորատիվ քեյսերի պարագայում հրապարակելու իրանք ասել են, որ օքեյ, դուք ինտերվյուների ժամանակ մամուլում կան եւ երկրորդ պատմությունը, որ ամենադրամատիկն է ձեր ասած, արաբական շատ հայտնի ընտանիքներից մեկի տղային, երբ որ օգտեցինք մեր հայտնաբերած տեղեկատվությամբ եւ նրա մահապատիժը փոխարինվեց 5 տարվա ազատազրկմամբ։ Այդ պատմության ծանոթ չեմ, բայց խորհուրդ կտամ մեզ դիտողներին անպայման կարդան, չբացենք բակագծերը։ Չէ, ինքը սփոյլ չանենք, հայ ջահելների մոտ այնց սփոյլ բառն ասում, չէ՞ որ կինոն բաննան։ Եվ վերջում եթե ամփոփելու լինենք, ինչ խորհուրդ կտակ այն մարդկանց, որոնք կարող է մոտիվացվեն, հա, ձեզնով նաև ուսումնասիրել են ֆիլմերից, հա, ոգևորվել են, ցանկանում են դառնալ մասնավոր խուզարկու, ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինեն, բացի ձեր նշած են այսպես կատեգորիաները, որ պետք է համապատասխանեն իրավապահ համակարգում ծառայած եւ այլն, մարդկային հատկանիշների Մարդկային հատկանիշները ազնվություն, գաղտնապահություն եւ բարեվարկություն։ Դետեկտիվը պետք է լինի ազնիվ, պետք է չխաղա, չխափի։ Եթե դուք իմ հաճախորդն եք, ձեր մրցակցի հետ ես գործընկերային որևէ հարաբերություն անելու իրավունք չունեմ։ Ի տարբերություն մյուս մասնագիտությունների, չթվարկեմ, դետեկտիվն ունի կոդեքս, բարեվարկության կոդեքս, հոգու կոդեքս է, որ ասում է Բեպոյի մեջ չի, ասում է հոգու դավթարներում էլ գրված չի, հիմա դետեկտիվի հոգու դավթարներում գրված է մի բան։ Եթե Պողոսը իր հաճախորդն է Պետրոսի հետ, որը Պողոսի մրցակիցն է, որևէ տեսակի կոնտակտ, հարաբերություն կամ գործընկերություն չի կարող լինել։ Միանշանակ ու դա ընդմիշտ Հավիտյանս Հավիտենից է տենց գնում, հաջորդը գաղտնապահությունը, մարդը գալիս է, քեզ վստահում է գաղտնիքներ, որը ոչ փաստաբանին է պատմել, ոչ եկեղեցում, ոչ բանկում։ Շատ ժամանակ դետեկտիվի մոտ բացում են գաղտնիքներ, դժվարությամբ, բայց հետո որ սկսում են բացել, հոգին դատարկում են։ Դու պետք է տեղ լսես ու տեղ մոռանաս։ Եվ լինես բարևարկ, այսինքն այն երկուսը պահելու համար, ազնվությունն ու գաղտնապահությունը, պետք է ինքդ լինես բարևարկ։ Խաղամոլ չլինես, թմրամոլ չլինես, ճիշտ կենսակերպով ապրես, ընտանեկան լինես, հայրենասեր լինես, սիրես քո ազգը, քո պետությունը։
ու մնացած ամեն ինչ կլինի տեղը։ Այդ դրանից հետո այն 3 կետը հաստատ կարան ապահովեն։ Շնորհակալ եմ չափազանց հետաքրքիր եւ հանրամատչելի զրույցի համար։ Թագուհի ջան, ես եմ շնորհակալ, միշտ պատրաստ եմ ցանկացած հարցով եւ հավելեմ, որևէ մեկը որ ցանկանում է դետեկտիվ դառնա, թող սպասի, շուտով կլինի Հայաստանում դետեկտիվների դպրոց։ Սպասենք նորությանը, շնորհակալ եմ։